Թումանյանի տարածաշրջանի տարբեր համայնքներից սեմինարին մասնակցող երիտասարդներին ծրագրի համակարգող Անուշիկ Ավետյանը համառոտ ներկայացրեց կայքերի առանձնահատկությունները, գործունեության այս երկու շաբաթներում արձանագրված հաջողությունները։ Քաղաքացիներին իրազեկենք իրենց իրավունքներից, իրենց պարտականությունների մասին, իրազեկենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում որոնք են իրենց իրավունքները, ամեն ինչ արվել է այս կայքում մեկ անձի համար նախատեսելով, որպեսզի ես մտնելով այս կայքը հասկանամ, որ իմ համար են այս կայքը պատրաստել։ Պարզեցված ձևով ամբողջությամբ ինֆորմացիան տրամադրվում հասարակությանը, բարդ ոչ մի բան չկա, իրավական անհասկանալի մասեր չկան։ Ստեղծագործական խումբը պատրաստել է նաև փոքրիկ տեսահոլովակ, որտեղ տարբեր սոցիալական շերտերի պատկանող եւ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ ներկայացնում են ընտրություններին մասնակցելու իրենց դրդապատճառները։ Աքորի համայնքի բնակիչ Հարություն Վարդևանյանը ապագա իրավաբան է։ Թեպետ լավ գիտի, որ յուրաքանչյուր մարդ ունի ընտրելու իրավունք, սակայն առաջիկա ազգային ժողովի ընտրություններին երիտասարդը չի պատրաստվում մասնակցել։ Եթե ես չեմ ցանկանում ընտրեմ, ընտրատարած գնալու խոսքի ասենք ինձ պարտադրանք չի ներկայանում։ Ի տարբերություն Հարությունի, Ռուզաննայի համար ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն եւ նա պատրաստվում է անպայման դրանց մասնակիցը լինել։ Մենք պետք է կերտենք մեր ապագան, մի քիչ պետք է ինձ թվում է լավատեսությամբ նայենք կյանքին, որովհետև այսպես թե այնպես վատը շատ է, պետք է մի քիչ ավելի լավատես լինենք։ Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերի երիտասարդները դեռևս չեն կարողանում ինտերնետից գրագետ օգտվել։ Այսօր շատ երիտասարդներ չգիտեն ինչ հնարավորություններ են ձեռնում ինտերնետը եւ ինչպես կարելի է արդյունավետ օգտագործել այն, նշում է Թումանյան քաղաքի բնակիչ Վահե Աղամյանը։ Մարդկանց մեջ անտարբերությունը շատ է խորացել, քանի որ դա այդ խնդիրը կա, ուրեմն կա նաև դրա լուծումը, դրա կարծում եմ կարելի է հասնել ժամանակի ընթացքում նույն ինտերնետի միջոցով, տարածման միջոցով, ակտիվիստների, ինտուզիաստ երիտասարդների միջոցով։ Վահեն դիտակետեմ եւ իրազեկեմ կայքերի գործունեության մասին առաջին անգամ լսեց եւ պատրաստվում է օգտվել դրանցից, քանի որ այն իր կարծիքով իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու հնարավորություն կտա։ Համար շատ հետաքրքիր էր, ողջունում եմ նախաձեռնությունը, շնորհակալություն կազմակերպիչներին։ Կարծում եմ պետք է հաճախակի նմանատիպ քննարկումներ կազմակերպել, իրավական գիտակցությունը բարձրացնելը դա մեր կարևորագույն խնդիրներից է, մեր ազգային անվտանգության հարցն է կարծում եմ։ Այնքանով է լավ, որ մարդը ուղիղ հնարավորություն ունի արագ օգտվելու, տեղեկացված լինելու բոլոր այն իրադարձություններին, որ միանգամից արդեն ոչ թե ինչ-որ մեկի օգնությամբ, այլ դու ինքդ թեկուզ քո տանը նստած, բայց իրազեկված լինես։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մատչելի ձևով ներկայացված է կարևորագույն կետեր ընտրական օրենսգրքից։ Այստեղ կարելի է օգտվել նաև իրավաբանի խորհրդատվությունից։ Կայքում ցանկացած քաղաքացի կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը կապված ընտրությունների հետ, ինչպես նաև պատմիր տեսածդ բաժնում թողնել ընտրախախտման մասին տեղեկատվություն, լուսանկար կամ տեսանյութ։ Ինձ համար հետաքրքիր էր այնքանը, որ բանավեճ սկսվեց երիտասարդների մեջ, այսինքն իրենք փորձեցին ակտիվանալ, փորձեցին ինչ-որ բան խոսել, կիսվել իրենց կարծիք, չնայած որ հիասթափված էին պետությունից, կառավարությունից, չգիտեմ, իրենց որպես քաղաքացի չէին գիտակցում, որ իրենց մեկ քվեն կարող է ինչ-որ փոփոխություն բերի այս հասարակությունում, բայց համոզված եմ, որ նմանատիպ ծրագրերը, նմանատիպ այցերը մարզեր, հանդիպումներ երիտասարդների հետ կտա արդյունքը ժամանակի ընթացքում։ Իրազեկեմ կայքն աշխատելու է ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Արմանուշ Նիազյան, Արման Տիտանյան, լուրեր։